Մամ ջան, ես գիտեմ, որ դու սպասում ես իմ նամակներին։ Ես գիտեմ, որ կարոտել ես։ Ես էլ քեզ եմ շատ կարոտել։ Բայց խոստանում եմ, որ շուտով հանդիպելու ենք։ Մենք լավ ենք։ Անահիտը նորից սկսել է աշխատել դպրոցում։ Ես էլ եմ աշխատում։ Վարդը մեծանում է։ Լուսանկարները ուղարկում եմ, որ պահես մոտդ, բայց էլի եմ կրկնում։ Մենք շուտով գալու ենք, ու դու գրկելու ես իմ աղջկան։ Ես որտեղ էլ լինեմ, ինչ էլ անեմ, հաստատ իմացի, քո ձեռքերի ջերմությունը, քո ձայնը ու եփած ճաշերի համը ինձ հետ են։ Ու ոչ մի բան կյանքում չի փոխարինելու դրանց։ Դու ինձ օրհնել ես։ Ու ես գիտեմ, որ եթե լացում ես կարոտից, մի րոպե հետո ժպտում ես արցունքոտ աչքերով, որովհետև գիտես, որ ես երջանիկ եմ։ Ու դու երջանիկ ես դրանով։ Շնորհակալ եմ քեզ, որ հասկացար ինձ։ Հարգեցիր իմ ընտրությունը։ Ինձ համար կարևոր է իմանալ, որ դու իմ կողմից ես։ Որովհետև եթե դու իմ կողմից ես, ես ուժեղ եմ, մամ։ Այն պահին, որ համբուրես նամակս, իսկ ես գիտեմ, որ համբուրելու ես։ Իմացի, որ ես էլ քեզ եմ համբուրում ու գրկում եմ ամբողջ ուժով։ Շուտով հանդիպելու ենք։ Տեսակ, որ ամեն ինչ նորմալ է։ Եկեք սա։ Վայ, չէ, հիմա չէ։ Աշոտից նամակ ունենք, հա։ Շատ լավ։ Լսի, դու իմ քույրն ես, թե թշնամին։ Տիկին Շողիկը խնդրեց, որ կարդամ։ Չկարդայիր։ Վերջ տուր։ Մամ, ես քեզ հիմա մի բան եմ խնդրում։ Իմ անունից չէ, քո սիրելի թորան Շողերի անունից եմ խնդրում, որը հիմա առանց հայր է մնացել։ Թող հանգստանամ Սաթեն, ինձ վատ եմ զգում։ Սաթեն հիմա դրա ժամանակը չի։ Սով մեզ մենակ թող, հա։ Մամ, Աշոտը ոչ մեկի չի լսում, ոչ ինձ, ոչ Արծրունին, ոչ պապային, ոչ մեկի չի լսում, բայց քեզ կլսի։ Հիմա ես քեզ խնդրում եմ, ես իրան զանգեմ, դու ասա, հա, որ լավ չես, որ մահամերձ ես, որ ասես ինքը հաստատ կգա։ Ես նման բան չեմ անի։ Այսինքն մենք բոլորս ուզում ենք, որ ինքը հետ գա, իրա երկիր, իրա տուն գա, իսկ դու չես ուզում։ Ես գիտեմ, որ իմ տղան երջանիկ է ու վերջ։ Այս տան մեջ մենակ դու ես տենց մտածում, էլ ոչ մեկ այդպես չի մտածում։ Ինձ թվում է դու արդեն չգիտես էլ ինչ ես մտածում, դու լրիվ ցնդել ես։ Սաթեն, ո՞նց ես խոսում։ Ձայնդ կտրի, դու դուրս արի մի հատ։ Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ, դու ուզում ես, որ քո տղեն գա հասնի այն ժամանակ, երբ որ դու արդեն մեռած կլինես, հա։ Գա դիակիր վերևում կանգնի, էտա քո ճիշտը։ Եթե դու հիմա ոչ մի բան չանես, հենց այդպես էլ լինելու է։ Քո թաղմանն է գալու տղեդ։ Եթե էդ է ձեր ուզած երջանկությունը, խնդրեմ։ Ես իմ երեխուն կվերցնեմ ու կգնամ, տեղից են միշտ զզվել եմ այս տնից։ Անամոթ, ինչ ես ուզում ինձանից։ Սաթեն, ձայնդ կտրի ու դուրս կորի, հենց հիմա։ Ինչ ես։ Եթե դու դրան ես ձգտում, հենց տենց է լինելու է։ Պատկերացնում եմ ոնց է գլուխը պատերին տալու, որ վերջին անգամ չհասցրեց մորը հրաժեշտը։ Կանգնելու է դիակիդ վերև ու մեղքը տա։ Չնայած դե քեզ ինչ, դու արդեն մեռած կլինես։ Տղետ է մեղք։ Օց։ Ու փորձվես սրա մասին Արծրունին ինչ-որ բան ասես։ Էգոիստ պառավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք զանգահարել եք մեր։ Աշոտի եւ Անահիտի բնակարան։
خندرم تاغک زر هاورتاگرسیونه. یه تی هر که اونک هاورتاگرسیون. لطفاً پیغام خود را برای تماس بهتر بگذارید. Ես արդեն քանի անգամած զանգում եմ քեզ։ Զանգում եմ ձերքի թերախոսին, զանգում եմ տուն։ Մինչև երբ ես փախնելու Աշոտ։ Ինչքան ես փախնելու։ Սատենիկ ես մի ամիսա մեր տանն ապրում։ Բայց հենց հիմա իրերը դասավորում ա, որ գնա։ Եթե գնաց, էլ հետ չի գալու։ Արի, խնդրում եմ արի քո ընտանիքին տերեղի։ Ես էլ քո կյանքին չեմ խառնվելու։ Լսում ես։ Ես քո կյանքին էլ չեմ խառնվելու, վերջին անգամ եմ զանգում քեզ, ու վերջին անգամ եմ քեզ առաջարկում, որ պապայի հետ խոսեմ, ու նենց անեմ, որ հետ գաս, որ նորմալ ընդունի, որ գաս հանգիստ խաղաղ քո ընտանիքի հետ ապրես։ Դու հիմա շատ մեծ սխալ ես անում, ու հետո շատ ուշ ա լինելու այդ ուղղելու համար։ Այս մի ամսվա մեջ պապան շատ ա կապվել շողերի հետ։ Ու եթե գնացին շատ վատ ա լինելու։ Կնոջդ մասին չես մտածում, աղջկատ մասին չես մտածում, հորդ մասին չես մտածում։ Մաման հիվանդ պարկած ա, մի անգամ չես զանգել իմանաս գոնե ոնց ա, մի անգամ։ Ինչ արել այդ կինը, որ բոլորիս մոռացել ես, հա? Ինչ արել։ Ես հիմա վստահ եմ, որ ինքն էլ ա ինձ լսում, ուրեմն լսի այդ, չգիտեմ ինչ անուն տամ քեզ։ Աշոտին հանգիստ թող գա։ Աշոտը ընտանիք ունի, թող։ Անջան, հավաքի քեզ, հա? Երեկոյան տեղ ենք հրավիրված։ Գործերը դավարտի, սիրունացի, որ գնանք։ Լավ, հանգիստ եղի։ Ջոնյո։ Զեյնաբ ջան, խնդրում եմ Անահիտի մոտ մնա։ Շնորհակալ եմ։ Եղավ։ Շնորհակալ եմ Զեյնաբ ջան։ Բան չկա, մի անհանգստացի։ Եթե ուզում ես, ես հենց հիմա Վարդին մեր տուն կտանեմ։ Աշոտի ընտանիքն է, էլի հանգիստ չեն տալիս ձեզ։ Ես գիտեմ, որ մեղավոր չեմ։ Ոչ մեկի առաջ։ Բայց Աշոտի առաջ ինձ մեղավոր եմ զգում։ Ես Աշոտի հետ ծանոթացել եմ այն ժամանակ։ Երբ մի տարուց ավել ինքը կնոջն ու երեխուն չէր տեսել, որովհետև կինը ամեն ինչ անում էր, որ չգտնի իրենց Մոսկվայում։ Բայց միևնույն է, Աշոտի պապան մի անգամ ինձ որպես թշնամի ընդունեց։ Եթե ես չլինեի, եթե ուրիշ կին լիներ, իրենց սրտով կլիներ։ Կարիք չէր լինելու դուրս գալ Հայաստանից, հեռանալ տանից։ Աշոտը ինձ չի ասում, որ չնեղվեմ, բայց ես գիտեմ, որ տանջվում է, որովհետև մայրը հիվանդ է, ինքը մորը շատ է սիրում։ Մենք ոչ մեկին չենք նեղացրել, մենք ոչ մեկից ոչինչ չենք խլել, բայց ես վախենում եմ այն մտքերից, որ մի օր Հայաստան ենք գնալու։ Ես վախենում եմ Աշոտի ընտանիքից։ Հանգստացի, մի լացի։
Խոսեցիր Աշոտի հետ։ Պարզա։ Ես էլ չեմ սպասել։ Սաթեն։ Առաջին հերթին ես եմ ուզում, որ իմ աղբերը գա։ Ու ես դրա համար ամեն ինչ անում եմ։ Բայց մի շատ կարևոր բան չմոռանանք, որ դու ես թողել գնացել։ Չէ՞։ Այտենց է, չէ՞, դու ինքդ ես գնացել։ Ու հետո ես քեզ չեմ խաբելու, ասեմ, որ հենց հիմա Աշոտը կարոտած, իրան կոտորելով, Շիրազից ոտքով գալու է հասնի Երևան։ Ես նույնիսկ վստահ չեմ, որ մամայի համար կգա։ Աստված չանի, բայց Աշոտը երևի Երևան կգա մենակ։ Լեզուս էլ չպատատվում ասեմ։ Ինչ անեմ ես։ Մի քիչ սպասի։ Ոնց է բուրում։ Խոստանում եմ վաղը քո համար էլ կպատրաստեմ։ Սկեսուրը շատ է սիրում։ Դե ես էլ վարդին տանեմ, դու էլ պատրաստվես։ Խնդրում եմ, խոստացի, որ լավ կլինես։ Դե որ հեռու ես լինելու ինձանից ու ես քեզ չեմ տեսնելու։ Շուտ-շուտ կգրես, լսում ես, շուտ-շուտ կզանգես։ Խոստացի։ Խոստանում եմ։ Խոստանում եմ, մամ։ Խոստանում եմ։ Ես ինչ ոստեղ կատարվա։ Մենք գնում ենք արդեն։ Այս դու պետք չունես գնալու։ Դու ինչ ես գնում։ Ես քո տունն է, քո ընտանիքն է, քո կինն երեխան։ Եթե ինչ-որ մեկ կա, որ պիտի գնա ստեղից։ Այ Դու քո տանն ես տղա ջան։ Տրամաբանական է, եթե կնոջս չես ընդունում, ուրեմն ինձ էլ չես ընդունում։ Տղա ջան, ես քո կինը չի։ Քո կինը իսկական կինը ու երեխան Մոսկվայում են, սա էլ քո ընտանիքն է։ Իսկ սա այստեղ անելը բան չունի։ Արդեն հոգնել եմ այս թեմաներից, պապ։ Բոլոր ընտանիքներում կռիվ լինում է, կռիվ վեճ, անախորժություններ, այդ նորմալ է, բայց դա չի նշանակում աղջիկ, որ դու պետք է դրանից օգտվես ու մտնես ամուսնացած տղամարդու ծոցը։ Պապ, Ինչ։ չհամարձակվես տես խոսել։ Աշոտ,
Հորդ հետ ես խոսում։ Պապելի եմ կրկնում։ Չփորձես տենց խոսել։ Չփորձես կնոջս մասին տենց խոսել։ Քեզ խոստանում եմ։ Մենք գնալու ենք ու մեզ երբեք չես տեսնելու։ Երբեք։ Եկել ես ասեի, որ մենք երկրից գնում ենք։ Ընդամենը դա։ Խնդրում եմ քեզ Գուրգեն, խնդրում եմ։ Գոնե հիմա փոխիր որոշումդ։ Գոնե հիմա հասկացի, որ կորցնում ենք մեր որդուն։ Եթե գնաց Աստված գիտի, մեկ էլ երբ կտեսնենք իրար, փոխի որոշումդ, խնդրում եմ։ Սիրելիս, ես իմ որոշումները երբեք չեմ փոխում։ Ես ասեցի, ինչ որ ասեցի։ Թող ինքը որոշի, թե որն է իր համար թանկ, որն է իր իսկական տունը, կամ որոշում է, ընտրում է իր ընտանիքը, իր կնոջն ու երեխուն, կամ ամբարո անձնավորությանը, որոշի, տղա։ Ես վարդին բերել ես։ Անահիտն ու Աշոտը տեղ էին գնալու։ Այսօր վարդը մեր տանը կմնա։ Դու վարդին պահի, ես հիմա մի բան կպատրաստեմ։ Փոքրիկ վարդ։ Ինչ լավն ես։ Աշոտ, Սաթենն է, Արծրունի հեռախոսով եմ զանգում, որ պատասխանես։ Ես քո հետ խոսալու բան չունեմ։ Պետք է ձենը։ Հա, քեֆ ես անում։ Մայրդ ստեղ մահամերձ պարկածա դու քեֆ ես անում։ Ես ինչ ես դառելու Աշոտ։ Մամոդ քեզ այդքան սիրում է, բոլորից շատ ու հենց այս պահին, երբ ամենաշատը քո կարիք ունի, դու կարողանում ես քեֆ անել։ Ձենդ կտրի։ Ձենդ կտրի։ Հա, դե պարզ է, մոր մասին չանհանգստացող զավակը իր երեխու մասին չի էլ անհանգստանում։ Ձենդ կտրի ու դերասանություն չանես։ Դու կյանքում չես հասկանում ես ինչ եմ իսկում։ Դու կյանքում չես հասկանում իմ մերը ինձ համար ինչ թանկ է։ Դու կյանքում չես հասկանում։ Արի չմոռանանք, որ ես քո պատճառով եմ Հայաստանից գնացել։ Մորիցս հեռու եմ մնացել։ Քո պատճառով Սաթենիկ։ Փողոցայինը կողքտա դրա համար ես տենց ես խոսում։ Չհամարձակվես Անահիտի մասին ինչ-որ բան ասես։ Լսում ես։ Դու դրա իրավունքը հաստատ չունես։ Հիմա արագ ասելիքդ ասա, որովհետև ես անջատում եմ։ Աշոտ, ես քեզ հասկանում եմ։ Ես փորձում եմ քո դրության մեջ մտնել, բայց դու արդեն չափից շատ ես ինձ կոպտում։ Ու դա մեզ չի սազում։ Մենք ընտանիք ենք, ամեն ինչ էլ կարող է պատահել, բայց ես եկել եմ հետ, չէ՞, քո երեխու հետ։ Ու մենք քեզ ենք սպասում։ Հետ արի, խնդրում եմ, հետ արի ու ես ամեն ինչ կմոռանամ։ Դու կմոռանաս։ Իսկ քեզ թվում է ես կմոռանամ։ Աշոտ, պապատ այնքան է շողերին սիրում,
Որ եթե ես գնամ, ես չգիտեմ։ Ինչ ուզում ես արա։ Ես մեկա հետ չեմ գալու։ Բայց papa չի ուզում, որ մենք գնանք։ Ու հասկանում ես ինչ կլինի, եթե դու հիմա չգաս։ Դու էլ երբեք չես արժանանա քո հոր ներմանը։ Իսկ պապային պատմել ես ինչ եմ տեսել ես երբ եկել եմ Մոսկվա։ Պատմել ես։ Չես պատմել, չէ՞։ Դե նենց արա, որ ես էլ չպատմեմ։ Գիտես, եթե ես պատմեցի, քեզ տեղից հաստատ դուրս եմ անելու։ Ես նենց չի, որ ես անում եմ քո համար։ Ես անում եմ հորս շողիկի համար։ Որովհետև չեմ ուզում իրենք իրարից բաժանել։ Հաստատ չեմ ուզում։ Մի օր ես գալու եմ ու աղջիկս տեսնեմ։ Որովհետև ինքը իմ աղջիկն է, ինքը իմ երեխեն է։ Ոնց որ մերս իմ մերն է։ Հասկացար։ Բայց իմ կինը Անահիտն է։ Այդ երբեք չի փոխվել։ Երբեք։ Առիթից օգտվի, որ ես պապայից ոչ մի բան չեմ ասել։ Ու իր թորան հետ թող հանգիստ ապրեն։ Եղավ սաթենիկ։ Թող պապու մոտ լինի թորը։ Փոշմանելու ես դու շատ։ Փոշմանելու ես ու շատ շուտ։ Շատ շուտով դու հոգնելու ես այդ քո սովորական բանկի, սովորական աշխատողից, սովորական աշխատավարձից։ Քո Անահիտից ես հոգնելու, սովորական դպրոցի, սովորական դասատուից, հասկացար։ Այդ ամեն ինչից սովորական դու հոգնելու ես, որովհետև դու սովոր չես այդ ամենին։ Ու դու հետ ես գալու։ Բայց քեզ ստեղ էլ ոչ մեկ չի ընդունելու։ Ոչ մեկ, լսում ես։ Հերդ ու աղբերդ էլ կողքս են կանգնելու, քո դիմաց դուր փակեն։ Այս դու ես։ Իսկական սաթենի դեմքն ես։ Այ հիմա քեզ ճանաչեցի։ Ապրես։ Ասում եմ մամադ մահամերդ է։ Հետո ասում ես չնեղվում ու չլալվում։ Մամաս լավ չէ։ Պես դու կապ չունես։ Ես ոչ մի բանի համար չեմ զղջում։ Որովհետև ես քեզ չեմ ընտրել։ Ոչ էլ դու ինձ։ Մեզ ճակատագիրն է իրար միացրել։ Որովհետև ես քեզ սիրում եմ։ Ես ինչքան էլ մեծանամ, ինչքան էլ երեխա ունենամ։ Մեկը մորս երեխան է։ Ես իրան շատ եմ սիրում։ Ինչքան էլ սենց խնջույքների գամ, ինչքան էլ ուրախանամ, ինչքան էլ ծապ տամ, ինչքան էլ տարբեր քննարկումների գնամ։ Մեկը ես իրան սիրում եմ։ Սրտիս մի անկյունում ցավ կա։ Որովհետև մամաս մահամերձ պարկած ու ես իրա կողքը չեմ։ Ես իրա կողքը չեմ։ Եթե հանկարծ իրան մի բան լինի։ Ես երբեք ինձ չեմ լի։ Երբեք։ Դու կապ չունես։ Չունեմ։ Ես եմ ստիպել քեզ, որ դու մամայիցդ հեռու լինես։ Լավ, արի գնանք, ամոթ համեզ են նայում։ Արի։ Աշոտը կգա այն ժամանակ, երբ որ այդ պառավը մեռնի։
مرا کشی دل دوستی کدا جانی انا بنی تی دستانی Մտել ես մաման։ Պետք է ջարել, լավ չես զգում։ Նորմալ է։ Սոֆան էր կերակրեմ մամային։ Ես տեսնեմ ոնց է։ Մամա։ 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 Լավ, դե մենք սպասում ենք ձեզ։ Մերսի։ Ոնց ես, ինչ-որ բան կուզես։ Զանգի պապային։ Զանգել եմ արդեն։ Ես Աշոտին է զանգեմ։ Չփորձես Աշոտին զանգել, լսում ես։ Չեմ թողնի։ Ես չեմ թողնի Աշոտը մտնի այս տուն։ Ես չեմ թողնելու, որ Աշոտը կամ մորս թաղմանա։ Ես քեզ արգելում եմ, լսում ես։ Ես քեզ արգելում եմ։
Լավ երեկո էր։ Բայց երեխս շատ եմ կարոտել։ Ես էլ եմ շատ կարոտել։ Քեզ շատ եմ սիրում։ Բայց չեմ սիրում, որ տխրում ես։ Չեմ տխրում։ Երբ գնանք տուն ու երեխուն տեսնեմ, ամուր կգրկեմ ու կքնեմ։ Ու այդ ժամանակ ամենաերջանիկ մայրը կլինեմ։ Իսկ ես այդ կինոյում չկայի։ Ինչի՞ չես պատասխանում։ Ասա հարցր։ Աշոտ։ Ամատ հացավ։ Մի ժամ առաջ Աշոտ։ Պապա տահավոր վիճակում է, շատ վատ Աշոտ։ Խնդրում եմ ամեն ինչ մոռացի ու արի, խնդրում եմ արի իմ կողքը չէ։ Արի ընտանիքիդ կողքին եղի։ Ու գոնե հիմա մամա այդ կողքին եղի, որ կարոտով չգնա ես կյանքից։ Աշոտ ինչ է աղել։ Աշոտ կամանց քշի։ Աշոտ կամանց քշի։ Աշոտ կամանց քշի։ Աշոտ ինչ ա եղել, ասես ինչ ա եղել։ Աշոտ խնդրում եմ քեզ կամանց քշի։ Աշոտ կամանց քշի։ Աշոտ կամանց քշի։ Աշոտ խնդրում եմ Աշոտ։ Զեյնաբ, ես խնդրում եմ քեզ, ես մեռնում եմ, խնդրում եմ լսիր ինձ։ Խնդրում եմ հանգստացիր, հիմա բժիշկը կգա։ Ես գիտեմ, որ Աշոտը մահացել է։ Դու իմ կյանքի մասին ամեն ինչ գիտես։ Դու գիտես, որ ես ոչ մեկ չունեմ, ու Աշոտի ընտանիքներ չի ընդունում, ոչ ինձ, ոչ էլ Վարդին։ Խնդրում եմ քեզ, մենակ չթողնես աղջկաս։ Խնդրում եմ քեզ աղջկաս, մենակ չթողնես։ Ես մանկատանն եմ մեծացել, ու չեմ ուզում, որ երեխես էլ մանկատանը մեծանա։ Խնդրում եմ, Զեյնաբ, խնդրում եմ քեզ, խնդրում եմ, երեխուս քո մոտ կպահես, թող Վարդս քո մոտ մեծանա, խնդրում եմ։ Սով։ Ամբողջ գիշեր չեմ քնել։ Ոնց կարողացար նման բան անել։ Ինչ։ Ես տեսել եմ, որ դու ես արել։ Դու ես կեսուրից սպանել։ Ձենից կտրի, սուս մնա։ Ինչ ես ուզում, ուզում ես, որ ես փողոցում, հա?
Ուզում ես Աշոտը ուրիշ ընտանի կազմից կես մնամ փողոցում, ինչ էիր ուզում որ հանեի։ Ես պիտի ամեն ինչ անեմ, որ Աշոտը գա։ Ես ուրիշ չեր ապրելու։ Միևնույնն է չեր ապրելու։ Բժիշկներն են ասել։ Չի ապրելու։ Ես ոնց եմ ապրելու։ Դու ոնց ես ապրելու։ Ալո, լսում եմ։ Բարև ձեզ։ Իրանից են անհանգստացնում դեսպանատունից։ Լսում եմ։ Ուզում ենք մեր ցավակցությունները հայտնել, ցավում եմ, բայց ստիպված ենք տեղեկացնել, որ 3 երեկոյան Աշոտ Ռշտունին վթարյա ենթարկվել։ Ոչ մեկին հնարավոր չի եղել փրկել։ Ցավակցում ենք։ Ես գնամ։ Աշոտենք էստեղ բարեկամներ չունեն։ Ես պիտի ոստիկանության հարցերով զբաղվեմ։ Թաղումը պետք է կազմակերպել։ Հայ համայնքից էլ մարդիկ են գալու։ Վարդի հետ կապված պիտի իրենց հետ խոսեմ։ Անահիտը խնդրեց ինձ, որ երեխուն հանկարծ ոչ մեկին չտանք, որ հանկարծ մանկատանը չհայտնվի։ Ես ինչ ես խոսում։ Պիտի նախ հայ համայնքի հետ խոսենք։ Չէ, խնդրում եմ քեզ լսի ինձ։ Ոչ մեկին ոչ մի բան մի ասա։ Դու էլ ես սիրում Վարդին, մենք բոլորս սիրում ենք։ Ու Անահիտն էլ խնդրեց, ես չեմ ուզում ոչ մեկին տանք։ Ես չեմ կարող մեռնող մարդու խնդրանքը չկատարել։ Դու չես հասկանում, հա ինչ եմ ասում։ Այս երեխան հայ է։ Անահիտն ինձ խնդրել էր։ Ես էլ իրեն խոստացել էի։ Ասում եմ չի լինի։ Այս երեխան հայ է։ Խնդրում եմ ինձ լսիր։ Մենք արդեն 7 տարի չենք կարողանում երեխա ունենալ։ Վարդը մեր համար երեխա կդառնա։ Կլինի Վարդը մնա մեզ մոտ, շատ եմ խնդրում։ Կմեծացնենք, մեր աղջիկը կլինի։ Պապան էր զանգել, ուզում է հետդ խոսի չի կարողանում, մենակ է միգուցե գնաս միանաս, ինչ ես անում արդրում։ Եթե ինձ տեղ չի տալիս, ես դրից մտածում էի, որ չեմ կարող, հնարավոր չի, ավելի կվատանամ, բայց տեղս չեմ գտնում, ուզում եմ տեսնեմ ոնց է եղել այդ ամեն ինչը, ոնց է մաման մահացել, ախր թթված իրը միացրած էր, ամեն ինչ նորմալ էր, ոնց է հնարավոր, որ շնչահեղձ լիներ։ Բայց էդ ինչ է չեմ հասկանում։ Այս մամայի սենյակի տեսախցիկի տեսակնությունն է։ Ես այն ժամանակ դրել էի, տեղադրել էի, որովհետև բուժքույրներ էին գնում գալիս ու ուզում էի մեկ-մեկ տեսնեմ ոնց է խնամվում մաման, ոնց են խնամում։ Ինչ տեսախցիկ, ինչ ես խոսում։ Մի ուժ գտնեմ իմ մեջ, դնեմ, միացնեմ ու տեսնեմ այդ ամեն ինչը ոնց է եղել։ Կարող է այս կանչելա չենք լսել, կարող է, չգիտեմ, թթվածին է անջատվել է, բայց իմ ուղեղում չի տեղավորվում, ոնց է հնարավոր այդ ամեն ինչը։